Ես արագացրացեք դրե։ Հա։ Շատ արագացրեք, որ ավելի բան տպավորիչ ինչ։ Բայց հաստատ ավարտեցիք, ել չեք ուզում միացնենք։ Ասում եք, հեսա կես միջամտել մեր ձևով ստահա, Սամվել Կարապետյանի բարերար վերցում եք շագերտների մեջ, այլևս այդ մարդը չի համարվում բարեգործ ու բարերար, Սամվել Կարապետյանը հայտնվում է բանտում, Ռուբեն Վարդանյանը բանտում։ Սրանից հետո մենք տեսանք, որ ծուղ բանների ստահում երեք այսպիսի նույն ոգևորությամբ դուք ասում եք, որ ծաղ տանային նույն 10 եպիսկոպոսներին, որոնք դավաճանել են ՎՀԿ հայրապետին, թիկունքով են շրջվել նրանց և արդեն ձեր կետավայրում են հայտնվել, ինչ-ինչ հանգամանքների բերումով, երբ եք ձեր ձևով միջամտելու և արդեն այդ 10 եպիսկոպոսներին երբ եք տեսնելու բանտերում, դուք ներողություն եք խնդրում Հիսուս Քրիստոսին նրան մենակ թողնելու համար, երբ եք ներողություն խնդրելու, ավելի ճիշտ ներողություն խնդրելու, այդ դեպքում պատասխանատվության ենթարկվելու նրա համար, որ բազմահազար ձեր քաղաքացիներին իրենց վշտի հետ մենակետով են։ Նրանք այդ վիշտը ապրել են ձեր որոշումների հետևանքով։ Կառավարության առաջ քիչ առաջ պարոն Փաշինյանը իր զոհված որդու լուսանկարը ձեռքին մի կին արցունք աչքերին թափահում է ձեր հետ հանդիպման խաբեության զոհ է դարձել, որդու գերեզմանակարի հետ կապված և այսպես տարբեր ատյաններով 3 տարի շրջում է արդարադատություն չի տեսնում ձեր դեպքում։ Ձեր հազարավոր քաղաքացիներ չեն տեսնում ձեր ներկայությունը իրենց կյանքում լավ առնում, դրական առնում, ոչ թե բացասական։ Երբ եք պատասխանատվության ենթարկելու այդ քաղաքացիներին մենակ թողնելու համար։ Ուրեմն նախ ասեմ ես, որ ես զոհվածների, անհետ կորածների, հարազատների հետ հանդիպում եմ այնպիսի պարբերականությամբ, որի մասին դուք պատկերացում չունեք, որովհետև մենք չենք լուսաբանում այդ հանդիպումները, որովհետև մենք չենք անում այդ հանդիպումները PR անելու համար։ Երկրորդը, ես ձեզ ասացի, որ այն օրվա երթին օրինակ այդ թվում եկեղեցիներում, պատարակների ժամանակ բազմաթիվ զոհված զինծառայողների հարազատներ են մասնակցում եւ նրանք հաճախ գալիս են իմ կոչով։ Դուք չեք նկատում այդ մարդկանց։ Ես այդ թվում ամեն օր քաղաքացիներից տասնյակ նամակներ եմ ստանում, տասնյակ նամակներ։ Եվ պատասխանում այդ նամակներին, եթե հարկ լինի դա ապացուցել, դա նաև կարող եմ ապացուցել, եւ ես բոլոր այդ մարդկանց կարիքները գիտեմ, եւ գիտեք, ասում եք, դեպքեր կան, որ վարչապետը ուզենայել արդարադատություն չի կարող իրականացնել, եւ դա է ինստիտուցիոնալ պետությունը, երբ որ ինստիտուտները իրենց տեղում աշխատում են։ Չնայած մյուս կողմից ես տասնյակ նամակներ եմ վերահսկագրում արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեին, նրանց խնդրելով ուշադրություն դարձնել քաղաքացիների նամակներին եւ որևէ պատասխան կամ իրենց տալ կամ ինձ ուղարկել որևէ ինֆորմացիա։ Իմիջիալոց այսօր Facebook-ի էջում մի հատ բան էի գրել քաղաքացիներ նամակ գրել ինձ, որ տենց խաբեության զոհ է դարձել եւ ես ուղղակի ամենալավ արարքը համարեցի այն արձագանքը, որ Facebook-ից էջում դնեմ, մարդիկ կարդան, որ թե ինչ սխեմաներ են գործում եւ մի քիչ զգուշ լինեն եւ տենց հեշտությամբ չտրվեն վստահության, որ փողեր փոխանցեն, 2 անգամ 1000 դրամ ստանան, հետո դրա դիմաց միլիոններ փոխանցեն ու խնդրի առաջ կանգնեն։ Ինչ վերաբերում է մնացած խնդիրներին, ես նկատի ունեմ ամեն օր, բառացիորեն ամեն օր, ես տասնյակ քաղաքացիների նամակներ եմ պատասխանում։ Ես առավոտյան ժամը 5-ին արթնանում եմ ամեն օր եւ իմ առաջին գործը ամեն օր տեսնել, թե քաղաքացիները ինչ նամակներ են գրել ինձ եւ ես հաղորդակցության մեջ եմ, այդ թվում զոհվածների ընտանիքների հետ, այդ թվում քաղաքացիների հետ, խաբեության զոհ դարձածների հետ։ Ես չեմ կարող ասել, որ նրանց բոլոր բարձրացրած հարցերին լուծում տալիս են, որովհետեւ հարցեր կան, որոնց լուծման հեղինակը առաջնային ես չեմ, բայց որ ես ինձնից կախված անում եմ, որպեսզի մարդկանց հարցերը լուծում ստանան,
Օրինակ կան ընտանեկան խնդիրներ, որ վարչապետը ինչ գործ ունի ընտանիքի ներսում տեղի ունեցող իրադարձության։ Մի տուն ունեն, երկու աղբեր չեն կարող կիսեն։ Լավ վարչապետը պետք է գնա մեկ էլ սկսի տներ կիսելով զբաղվել։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ինչ վերաբերում է ելույթին, գիտեք, այդ ելույթը հայտնի է հրապարակային, այս դրան բազմիցս անդրադարձել եմ, բայց իմիջայլոց, ասեմ ձեզ, շատ լավ տվեցիք։ Այդ ամեն ինչը ես այդ թվում ինչի համար էի ասում։ Այդ թվում նրա համար, որ հավատում էի, որ ահա Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ, ժողովրդավարություն եւ կարելի է ազգային նպատակների շուրջ համախմբել Սփյուռքի ներուժը։ Հետո Սփյուռքի ներկայացուցիչները իրանք ինձ ուշադրություն հրավիրեցին մի փաստի վրա։ Ասցին այդքան, որ ասում ենք Սփյուռք։ Եկեք նայենք Ես բառացիորեն հենց Սփյուռքի ներկայացուցիչն է ինձ։ Ես հետո դրա մասին խոսել եմ հրապարակայինորեն, բայց իրանք են ուշադրությունը հրավիրել։ Եկեք նայենք 92 թվից մինչև 2018 թվականը Հայաստան համահայկական հիմնադրամը առանցքային ինստիտուցիոնալ օղակն է Սփյուռքի հանգանակությունները հավաքելու։ Ինչքան է հավաքել եւ Հայաստանում ինչքան ներդրում է արել։ Հետո պարզվեց, որ այդ ամեն ինչը իրականում մեր բոլորի մոլորությունն է։ Կա տնտեսական հետաքրքրություն, կլինի ներդրում, չկա տնտեսական հետաքրքրություն, չի լինի ներդրում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած բարերարին, այդ նշած բարերարը թող էլեկտրաէներգիա ապահովեր։ Այդ իմը ասած մեխանիզմների գործարկման բա, որ գումարներ են գեներացվել, այսպես ասած բարերարության համար։ Ոչ մեկ իր հաշվին բարերարություն չի արվի։ Այդ բոլոր բարերարությունները արվել են մեր հաշվին, սպառողների հաշվին։ Էլեկտրաէներգիայի մատակարարման մանիպուլյացիաների արդյունքում յուրացումների եւ գումարներ ձեռք բերելու վարկեր վերցնելու տոկոսներով եւ տոկոսները մեր հաշվին փակելու մոլորություն ա եղել դա։ Դա ձեր մոլորությունն է։ Ես կարծում եմ, կներեք դուք բանը չեք հետևել բաներին, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նիստերին չեք հետևել, բա ո՞նց եք տենց բաներ ասում։ Այսինքն ենթադրենք հիմա թաքուն բաներ ասեմ, կասեք թաքուն բան, բա հեծը տվյալները հրապարակում, հաղորդագրությունները, դուք այդ ամեն ինչի չեք հետևում, բայց կապե շատ զարմանալի է, լուր է մամուլը, ոչ մի բան չի նկատում։ Այդ ինչի չեք նկատում հետաքրքիրը։ Ինչն է ազդում ձեր տեսողության վրա եւ լսողության վրա։ Հետաքրքիրը։ Եթե կարիք կա առողջության ապահովագրության համակարգը, հույս ունեմ շահառու եք եւ կարող եք ձեր տեսողությամբ եւ լսողությամբ առնվազն չեկապ անել։ Դե այդ դեպքում հարցերը ավելի են թանձրանում, բայց այդ ինչի չեք նկատում, այդ ինչի չեք լսում։ Հենց այդ եմ ասում, դուք ուրիշ բան եք տեսնում։ Ուրիշ Հարգելի գործընկերներ, ընդամենը 15 րոպե մնացել մինչ ավարտը եւ 6-ից ավելի գործընկերներ ունենք։ Սա նշանակում է, որ որոշների հարցերը չեն հնչում, որովհետեւ մյուսները կարգը չեն պահում։ Ես ներողություն եմ խնդրում այդ լրագրողներից, հաջորդ հարցը։ Բայց արագացնենք